Թուրքիայի նախագահ Էրդողանը առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշումը։ Մինչև այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել էր քաղաքական ու կապել այն Գազայում տիրող իրավիճակի հետ։ Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է հանցավոր խմբավորում, իսկ հայոց ցեղասպանության փաստը զրպարտություն։ Էրդողանը հայտարարել է, թե իբր իր երկրի պատմության մեջ ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ եւ գաղութատիրություն չկա։ Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությանը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերը աղտոտված են Գազայի 73,000 անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Մեր հազարամյա փառահեղ պատմության մեջ կա միայն արդարադատություն եւ ողորմածություն։ Կա օգնության ձեռք մեկնված բոլոր ճնշվածներին, անկախ նրանց կրոնից, ծագումից կամ ինքնությունից։ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման թեմայում անկեղծության բաղադրիչը հասցված է մինիմումի, ըստ թուրքագետների այն ոչ թե մարդասիրական եւ արժեհամակարգային մոտեցում է, այլ սառը քաղաքական պրագմատիկ հաշվարկ, հենված այսօրվա թուրք-իսրայելական հարաբերությունների բնույթի վրա։ Իսրայելը հայոց ցեղասպանության խնդրին ուշադրություն է դարձնում եւ համաշխարհային մեդիայում աղմուկ է բարձրանում այն ժամանակ, երբ լարվում են Թուրքիայի հետ հարաբերությունները։ Իսրայելի խորհրդարանում արձակուրդի ժամանակն է եւ հարց է արդյոք Քնեսեթը կհասցնի քննարկել հարցը մինչ ամառային հանգստի գնալը։ Երկրորդ խնդիրը Իսրայելում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սպասվող խորհրդարանական ընտրություններն են եւ այն թե ինչպես հայոց ցեղասպանության հարցը կարող է անդրադառնալ քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշի վրա։ Թուրքիայի հիմնական խոցելի տեղերը դա հայոց ցեղասպանությունն է եւ քրդական հարցը։ Այս պայեդրությամբ ինքը հայոց ցեղասպանության հարցը առաջ քաշեց։ Ընդունեց արտգործնախարարը ասաց, կառավարությունը ընդունեց, եթե ուզեն այնտեղ Քնեսեթում կանցկացնեն, որովհետեւ կառավարությունը պարլամենտում ունի մեծամասնություն բնականաբար, եթե ուզի կանցկացնի։ Իսրայելը կընդունի, չի ընդունի, կճանաչի, չի ճանաչի հայոց ցեղասպանությունը, ըստ թուրքագետի Հայաստանը չկա այդ խաղի մեջ։ Այդ իրավիճակում ըստ վերլուծաբանների հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող նաև ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Սա է նաև պատճառներից մեկը, որ այսօրվա իշխանությունները պասիվ են ու չեզոք։ Ըստ վերլուծաբանների ճիշտ կլինի, որ Հայաստանի մոտեցումները լինեն հնարավորինս զուսպ, մանավանդ որ չկա դեռ իսրայելական խորհրդարանի կողմից վավերացում։ Մենք դա համարում ենք հայոց ցեղասպանության հարցի զենքավորում եւ զենքայնացում եւ արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ։ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը ինչու չի ուզում արտաքին գործերի նախարարությունը արձագանքել։ Հայաստանի կառավարությունը կաշկանդվածություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, պարզ չէ։ Արդեն հնչել է եւ ես նորից կրկնեցի նոր, թե ինչի մենք չենք ուզում արձագանքել, ինչի չենք տեսնում արձագանքելու կարիք։ Ես վարչապետի հայտարարությունները չեմ մեկնաբանում եւ միանշանակ կիսում եմ կարծիքը վարչապետի, այսինքն դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է։ Այս ուժը ունի քաղաքական մի արտաքին քաղաքականություն, հարևանների հետ ոչ մի խնդիր չպետք է լինի եւ ոչ մի ազգային հարց չպետք է խոչընդոտի հայ-թուրքական հարաբերություններին։ Դրա համար ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, բոլոր հարցերը դրանք Հայաստանի ներսում անգամ Արցախի ասկամային կերպով վարձացվող բոլոր հարցերը պետք է չզոկացվեն։ Բնականաբար նրանք չէին ողջունելու։ Ընդհակառակը նրանք անթաքուց դատապարտեցին։ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ ըստ նրա կարծում է, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից։ Ըստ քաղաքագետների հայոց ցեղասպանությունը իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ այլևս։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է դատախազության հիմնադրման օրվան նվիրված միջազգային համաժողովին, ընդգծելով ապօրինի գույքի բռնագանձման համակարգի կարևորությունը որպես հակակոռուպցիոն գործիք եւ դրա դերը գործող պաշտոնյաների նկատմամբ կանխարգելիչ ազդեցություն ունենալու մեջ։ Նա նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունում առաջընթացի դանդաղումը անընդունելի է եւ անհրաժեշտ է վերագործարկել բարեփոխումները, հատկապես իրավական կրթության եւ համակարգի զարգացման միջոցով։ Փաշինյանի խոսքով արդարության եւ արդարադատության ընկալումը պետք է կապված լինի լեգիտիմության հետ, որի աղբյուրը ժողովուրդն է եւ պետության խնդիրն է ապահովել, որ արդարությունը չսահմանափակվի միայն էլիտաների համար։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ, այս մասին հայտնել են կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային հումանիտար ոլորտներին։ Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն։ Մայր դատարանի հիմնադիր նախագահի խոսքերն է մեջբերում ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու քննարկումներով լցված սահմանադրական բարձր ատյանում։ Վարդևանյանի կարծիքով համապետական վերջին ընտրություններից հետո հատկապես այս միտքը իր խոսքով շատ ավելի մեծ իմաստ է ձեռք բերել։ Մենք դատաքննության ընթացքում պարզեցինք մի քանի կարևոր հանգամանք։ Մենք պարզեցինք, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Մենք տեսանք դատաքննության ընթացքում ինչպես է հնարավոր հարցերի չպատասխանել։ Վարդևանյանը կենտրոնական ընտրականին է ակնարկում։ Ընդդիմադիրները պնդում են անցնող օրերին Վահագն Հովակիմյանի գլխավորած հանձնաժողովից այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի եւ ցուցակներում արկա ստորագրությունների միջին էական մինչեւ մի քանի հազարի հասնող տարբերության մասին տասնյակ հազարավոր քաղաքացիների կրկնակվեարկության ռիսկի վերաբերյալ։ Այս միջոցառումը ոչ թե ընտրություններ էր, այլ իշխող քաղաքական ուժի, որը իրեն վերագրել էր պետության կարգավիճակը, պետության եւ քաղաքական ուժերի պայքար էր։ Այս պայքարում ոչ միայն հիմնահատակ ոչնչացվեց հանրային իշխանությունների մարդու հիմնական իրավունքներով սահմանափակված լինելու սկզբունք նորմը, իդեմս իրավապահ մարմինների, որոնք պարտավոր էին եւ պետք է առաջնորդվեին սահմանադրության գերակայությամբ ու հարգեին մարդու հիմնարար իրավունքներից կարևորագույն քաղաքական իրավունք ընտրելու իրավունքը։ Քաղաքացիական պայմանագիրը հակադարձում է արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, որ բարձր դատարանում իշխող կուսակցությանն է ներկայացնում, դատավորների առջև հայտարարում է, թե սահմանադրական ատյանում ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը պարզապես ցանկություն ունեին ազդեցություն ունենալ վերջնարդյունքի վրա։ Հիմա դժգոհում են, որ զրկվել են դրանից, իսկ զրկվել են պետական ինստիտուտների աշխատանքի եւ քաղաքացիների ողջախոհության շնորհիվ։ Այո, դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է հենց ժողովրդի կողմից, ուստի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։ Ձայնի իրավունքը կենտրոնական ընտրականինն է տեղամասերում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո եղել են սխալ մուտքագրումներ, մինչև նախնական արդյունքների ամփոփումը եղել են, հայտարարում է հանձնաժողովի քարտուղարը, հավելելով, որ դրանից հետո օրենքի ուժով 1 շաբաթ ժամանակ ունեին տվյալների վերջնականացման համար։ Սմբատյանն արձանագրում է, ժամանակագրորեն դրանից հետո որևէ կոնկրետ տեղամասի արդյունք հարցականի տակ չի դրվում բարձր ատյանում։ Այդ մարդիկ, որ աշխատել են 30 եւ ավելի ժամ, լարված, հոգնած, կարող էին նրանք սխալներ անել, իհարկե կարող էին սխալներ անել։ Եվ շատ չարչարկվեց թեման, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները 4 տեղամասի հաշվարկով սխալ է մուտքարվել։ Ես ավելին ասեմ, ոչ միայն Բարգավաճ Հայաստանի, այլ նաև բոլոր կուսակցությունների տվյալները այդ տեղամասերի համար սխալ է մուտքարվել։ Սխալ է մուտքարվել, հետո շտկվել է, վստահեցնում է կենտրոնական ընտրականի ներկայացուցիչը։ Հենց ԲՀԿ-ն է սահմանադրական դատարանին առաջարկում մաթեմատիկական ճշգրտության փոխարեն սահմանադրության գերակայության հարցն առաջնային դիտարկել։ Դուք հիմա ոչ թե պետքա մաթեմատիկական խնդիր իրականացնենք, ոչ թե պետքա տեսնենք ում մաթեմատիկական հաշվարկներն են առավել լավ, պակաս լավ, ումնա ճիշտ, ումնա սխալ։ Սա սահմանադրության գերակայության մասին վեճ է։ Սահմանադրական դատարանը կողմերին լսելուց հետո հեռանում է խորհրդակցական սենյակ կայացնելու իր վճիռը, այն կհրապարակվի շաբաթվա ավարտին։ Վերջնաժամկետը շաբաթօրն է, հուլիսի 4-ը։
Առողջական վիճակի վերաբերյալ կեղծ փաստաթղթերով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից, հետո հրաժարվում նորից հետազոտվել։ Իշխանական падգամավորն է հայտարարել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով այս խնդիրն օրենսդրությամբ կարգավորելու առաջարկ։ ՔՊ-ական падգամավորի նախագծով իրավապահները նմանօրինակ վարույթի շրջանակում հնարավորություն կունենան զինծառայություն չանցած քաղաքացուն պարտադրել կրկնակի հետազոտություն անցնել, հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունը չի ուշանա։ Լինում են դեպքեր, երբ որ մարդիկ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից, ու ենթադրենք իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այդ մասին, որ այսինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից։ Վարույթ են հարուցում, ասում են դե արի փորձաքննություն անցի, մի հատ տեսնենք, այս դու որ գրել ես, որ այսինչ հիվանդություն ունես, նման տեղեկանք ունես, դու ունես այդ հիվանդությունը, թե չէ, չգիտեմ, մի հատ MRT անցի օրինակ։ Վարույթով անցնող մեր հարգելի զորակոչից խուսափած քաղաքացին ասում է չեմ անցնում։ Եվ այս պահի դրությամբ մեր իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի, որ գնա ու անցի այդ հետազոտությունը։ Պետությունը պատրաստվում է խստացնել ապօրինի օնլայն խաղատների դեմ պայքարը Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է նոր եւ ավելի խիստ կարգավորումներ խաղային գործունեության ոլորտում։ Նախագծով նախատեսվում է ներդնել եռաստիճան պաշտպանության համակարգ, սահմանափակելով ապօրինի խաղատների գովազդը ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ միջազգային գովազդային ցանցերում։ Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել ֆինանսական վերահսկողությունը բանկային վճարային համակարգերի միջոցով կանխելու ապօրինի դրամական փոխանցումները։ Ինտերնետ հասանելիության սահմանափակումն է տարբեր ապօրինի կայքերի, որոնք հազարավոր են եւ դա օպերատիվ աշխատանք է ենթադրում, այսինքն օրեկան կամ շաբաթական պարբերականությամբ տվյալներ կտրամադրվեն մեր հեռահաղորդակցության օպերատորներին, որպեսզի համապատասխան արգելափակումները իրականացվեն։ Այս մասով ընթացակարգը այս մայն բավականին ծանր ընթացակարգ է, փոփոխում ենք եւ ներ ենք դնում շատ ավելի պարզ, ավելի օպերատիվ ընթացակարգ։ Հայաստանում բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Այս որոշումը կայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Հանձնաժողովի կողմից իրականացված սակագնային վերանայման գործընթացի շրջանակում գնահատվել են գազամատակարարման համակարգի տարբեր բաղադրիչներ, ներառյալ փոխադրման, բաշխման եւ օպերատորի ծառայությունների սակագները։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ բոլոր դրական եւ բացասական գործոնների համադրման դեպքում բնակիչների համար վերջնական վճարների փոփոխության անհրաժեշտություն չկա։ Նշվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2026-ի օգոստոսի 1-ից։ Տելեգրամի անձնական էջերի եւ ալիքների կոտրման դեպքերը վերջին շրջանում հաճախադեպ են դարձել։ Մասնագետների դիտարկմամբ հարձակվողները հաճախ օգտվում են ոչ թե ծրագրային խոցելիությունից, այլ մարդկանց անուշադրությունից։ Տարածված հնարքներից են գումար ստանալու, մրցույթում քվեարկելու կամ ընկերոջը մի փոքր օգնելու անվան տակ հրամցվող կեղծ առաջարկները։ Օգտատերը չհասկանալով, որ իրականում փոխանցում է իր հաշվի վերականգնման կամ մուտքի կոդը, այն տրամադրում է խաբեբաներին։ Տեղեկատվական անվտանգության մասնագետները նշում են, երկփուլային նույնականացումը շարունակում է մնալ ամենաարդյունավետ պաշտպանական միջոցներից մեկը։ Հիմնականում կոտրում են կամ գումարի առաջարկով, օրինակ իբր բանկը առաջարկում է գումար ստանալ, կամ ընկերները խնդրում են մրցույթով ինչ-որ անցնել, օգնել քվեարկել ու ստանում են հենց վերականգնման կոդը։ Իրական երկփուլայինը շատ լուրջ պաշտպանում է, բայց եթե մարդը բացարձական գրագետու անգիտակից վիճակներում է հայտնվում ու ընդհանրապես չհասկանում ինչ է անում, այդ երկփուլայինի կոդն էլ կարող են գողալ։ Քանաքերզեյթուն վարչական շրջանում ոստիկանները բացահայտել են գողության փորձ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից ստացված հաղորդման հիման վրա պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի հարակից տարածքում անհայտ անձինք կտրել են շուրջ 400 մետր պղնձե հաղորդալար եւ փորձել տեղափոխել այն, սակայն չեն ավարտել հանցագործությունը։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է մի տղամարդ, որի մեքենայում հայտնաբերվել են պղնձե հաղորդալարեր եւ գործիքներ, այդ թվում սանդուղթ։ Նա տեղափոխվել է ոստիկանության բաժին,
իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։ Միացյալ Նահանգները ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը, այս մասին ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը։ Իրանական հեռուստատեսության եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները ամբողջությամբ հանել է ծովային շրջափակումը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների եւ առափնյա գոտիների ծովային շրջափակումը։ Այո, դուք տեսաք, որ Թրամփն այդ մասին հայտարարեց, նույնիսկ 30 օր չի անցել, ինչպես դա ենթադրվում էր հուշագրով։ Այժմ իրանական առևտրային նավերի եւ լցանավերի համար անցումը ազատ է, Օմանի ծոցը հատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում։ Ծովային շրջափակման վերացումից ի վեր մեզ հաջողվել է ավելի քան 40 միլիոն բարել նավթ արտահանել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ առայժմ չեն պատրաստվում հանդիպել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։ Թեհրանը նշում է, որ նախ անհրաժեշտ է վերջնականապես համաձայնեցնել հրադադարի պայմանները եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի անցնել ավելի լայն բանակցությունների։ Այս հայտարարությունը նորանորոշություն է ստեղծում տարածաշրջանային խաղաղության գործընթացում։ Հռոմի Պապ Լևոն 14-րդի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ հատկապես Ամերիկայի տարածքում անհանգստություն է առաջացնում։ Այս մասին խոսել է Վենսը Fox News հեռուստալիքին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Հռոմի Պապ Լևոն 14-րդը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հայտարարած հակամիգրացիոն արշավը։ Պոնտիֆիկոսը նաև Վաշինգտոնին կոչ արել վերանայել միգրանտների նկատմամբ իր մոտեցումը եւ մատնանշել հակամիգրանտային արշավի իրականացման մեջ չափից ավելի դաժանությունը։ Ես կարծում եմ, որ Վատիկանի որոշ հայտարարություններ միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգստություն են առաջացնում, ի վերջո ես համաձայն չեմ դրանց հետ։ Ես նրանց ասում եմ, որ մենք թշնամանք չենք ցուցաբերում այս հարցում։ Ես նրանց կոչ եմ անում երկխոսության, բայց հիշեցնում եմ, որ զանգվածային միգրացիան ունի իր բացասական հետևանքները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը մերժել է Միացյալ Նահանգների նախագահի Միացյալ Նահանգներում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու իրավունքը սահմանափակելու նախաձեռնությունը։ Ձայների 6 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ դատարանը վերահաստատել է Միացյալ Նահանգներում ծնված երեխաների քաղաքացիության իրավունքը, անկախ ծնողների ներգաղթային կարգավիճակից։ Թրամփը որոշումը հիասթափեցնող է որակել ու հայտարարել, որ հարցը կարող է վերանայել կոնգրեսում նոր օրենքի ընդունմամբ։ Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում ռելսերից դուրս է եկել վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը, ինչպես նշում են իրավապահները, շարժակազմի 72 վագոնից 13-ը դուրս է եկել ռելսերից եւ շրջվել։ Վտանգավոր նյութերի արտահոսք դեռ չեն հայտնաբերել, այնուամենայնիվ իշխանությունները տեղի բնակիչներին խնդրում են չմոտենալ պատահարի վայրին, վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Մայրաքաղաքում մի խումբ երիտասարդներ չեն հասկացել իրար վիճել են Էրեբունի ամրոց ռեստորանում, հետո շարունակել դրսում, որը վերածվել է ծեծկրտուքի։ Հենց այդ ժամանակ է, որ ծառայություն կատարող ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկներն են նկատել տեղի ունեցողը։ Հեսա տեսեք, այստեղ է եղել այդ մի կաթիլ մեղրի պատմությունը։ Մասնակիցներից 3-ին պարեկները բռնել են, հետո նկատել եւս 2 վիրավորի։ Վնասվածքներ էին ստացել, պարեկներն էլ ծառայողական մեքենայի դեղատուփի պարագաներով օգնել են նրանց։ Հետո Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Քաղաքացիներ կային, նշում էին, որ ասում էին մի քիչ շուտ գայր, այստեղ մարտաֆիլմ էր տեսնելու, լավա որ պարեկները շատ օպերատիվ են հասել պարեկները, հակառակ դեպքում գործ էին դնելու բացառում եսի մինչ առարկաներ։ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարեկների հետ ռեստորանի սենյակներից մեկում, հետո դրսում ու փողոցի տարբեր հատվածներում հայտնաբերել են դանակ, պատարակախ, բջջային հեռախոսներ, նաև մահակ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև թմրանյութի նմանվող զանգված ու կաթուցիչ։